Բարև ձեզ փոքրիկներ, եւ ոչ միայն փոքրիկներ։ Դուք կարծում եք ընձուղտի վիզը միշտ այդպես երկար է եղել։ Դե զարմացեք։ Ընձուղտի վիզը առաջ ամենևին էլ երկար չէր։ Սովորական վիզ ուներ ընձուղտը։ Բայց արի ու տես, ընձուղտի բնավորությունը այնքան էլ սովորական չէր։ Նա շատ հետաքրքրասեր էր։ Եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչն էր ընձուղտին այդքան հետաքրքրում, լսեք այս հետաքրքիր պատմությունը։ Կարճ վզով ընձուղտն ամեն օր գնում է փղի մոտ ու ասում. Քիթդ ոնց որ ինձ համար ստեղծված լինի, այնպես եմ հավանում քիթդ փիղ, այնպես եմ նախանձում քեզ, ինչ կլինի, քիթդ տուր ինձ։ Երկար քիթն այնքան հարմար է ամեն տեղ խոթելու համար, իսկ ես ուզում եմ ամեն ինչ իմանալ, ես ուզում եմ քիթս ամեն տեղ խոթել։ Բայց փիղը չի համաձայնում։ Քիթս ինձ շատ է պետք, դու չգիտես, որ ես քթովս իմ կարիքներն եմ հոգում։ Բայց ախր ես էլ կարիք ունեմ, չէ՞, պնդում է ընձուղտը։ Ես իմ հետաքրքրասիրությունը պիտի հոգամ, դա շատ կարևոր կարիք է։ Բայց փղին գիտեք, որ ասած չէ, ուրեմն վերջ։ Այսպես ընձուղտն առանց փղի քթի շրջում է ու ուշադիր հետևում, ով ուր գնաց, ով ինչ արեց։ Բայց թփերն ու մացառները շատ են խանգարում, ու ընձուղտը ստիպված վիզը երկարացնում է, որ տեսնի, թե շուրջը ինչ է կատարվում։ Ամբողջ օրը վիզը ձգած շրջում է ընձուղտը ու ինքն էլ չի նկատում, թե ինչպես օր-օրի երկարում է իր վիզը։ Ինչքան շատ է վիզը երկարում, այնքան շատ բան է տեսնում, ինչքան շատ բան է տեսնում, այնքան շատ է խոսում։ Ու այնպես է ստացվում, որ խեղճ կենդանիներն անընդհատ ընձուղտի բարձր ու ճղճղան ձայնն են լսում։ Վայ, նայեք, թե կապիկն ինչ է անում, հիմա սիրելով իր ձագին կսպանի կապիկը։ Ամոթ, ով է տեսել տկլորոց, օծն իր կաշին հագից հանում է, ամոթ։ Տեսա, այ հենց սա, ում քիթն է սպորում ասա, իսկ սա մտել է բույնը, աման փոխում է գույնը, տեսա, այ հենց սա, վիզը սկեցի հասա, ու այս ինչեր ես տեսա, սանդարջ այլ փորձանք, այս ինչ օրի հասանք, վայ, այ, հիմա վայ, թե այ։ Այսպես ամբողջ օրը վիզը ձգում, նայում, գոռում է ընձուղտը։ Եվ շուտով նրա վիզն այնքան է երկարում, որ ծառերի կատարներից անցնում է։ Խեղճ կենդանիների գլուխը գնում է ընձուղտի գոռգոռոցից։ Խնդրում, աղաչում են, որ լռի, բայց երկարավզի ականջներն այնքան էին հեռացել, որ կենդանիների ձայնը մինչև ընձուղտի վզի կեսը հազիվ էր հասնում։ Ամենաբարձր ծառն են բարձրանում, որ ընձուղտի ականջներին հասնեն ու խնդրեն, որ լռի, բայց չեն հասնում։ Ինչ է, ուզում եք բարձրանալ, որ լավ լսեք, թե ինչ եմ ասում, իր ճղճղան ձայնով բղավում է ընձուղտը։ Ապրեք, հետաքրքրասեր լինելը լավ բան է։ Ու սկսում է ավելի բարձր գոռալ։ Տեսա, փիղը թաքուն ձայք է ունենում, առանձնացել է, որ իրեն ոչ ոք չտեսնի, իսկ ես տեսա։ Վայ, առյուծն առանց փափախը գլխից հանելու պարկել քնել է, ինչ անհարմարություն։ Աման, էսի ինչ տեսա ես, ականջներդ կբռնես, եթե պատմեմ, թե մողեսը, ում տվեց իր պոչի կեսը, տեսեք, եղան խայտարակ, բարձրացրել են աղմուկ աղաղակ, ու պատմում են, թե ջայլամը անընդհատ հանում է համը, վայ, այ, եւ վայ, եւ այ։ Ճար չկար, ընձուղտի հետաքրքրասիրությանն էլ վերջ չկար, նրա գոռոցին նույնպես։ Ախր այնքան էլ բարձր ձայն ուներ, ու մինչ կենդանիները մտածում են, թե իրենց ականջներն ընձուղտի գոռոցից ինչպես ազատեն, երկարավզի ձայնը շատ խոսելուց օր-օրի նվաղում է։ Կոկորդիլոսը պոչը շարժեց, ուշադրություն, անտառում հայտարարվում է ռազմական դրություն։ Այ, տեսեք, վայ, այ, հիմա վայ, թե այ,
Վայ, 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 այ, հայ, եւ վայ, եւ այ։ Նվաղուն ձայնով գոռում է ընձուղտը, մինչև որ ձայնը լրիվ կտրվում է։ Վիզն էլ մնում է երկար, եւ ինչքան էլ ընդվզում է, էլ ոչինչ փոխել չի կարողանում։ Ու մինչև հիմա էլ բոլորին վերևից նայում, ամեն ինչ տեսնում է ընձուղտը, բայց իր տեսածի մասին միայն մտքում է խոսում, որովհետև այլևս ձայն չունի։ Մեր երկարավիզ հետաքրքրասերը անգամ ձայնալարեր չունի։ Հետաքրքրասեր? Ինչ հետաքրքրասեր։ Հետաքրքրասերի խելքն է օրորի ավելանում, ոչ թե վիզը երկարում ու ձայնը կտրվում։ Քիթդ որ տայիր, ձայնս հո չէր կտրվի, երկարակնճիտ փղին նայելով մտածում է ընձուղտը։ Ճիշտ արեցի, որ քիթս քեզ չտվեցի, քիթս որ տայի, հետո էլ ձայնս էիր ուզելու, երկարավիզ ընձուղտին նայելով մտածում է փիղը։ Մեղավորը փիղն է, ինչ անհարմար է, քաշի մի նայեք, մինչև հիմա չգիտի թե քիթը ինչի համար է։ Ինչ կապին դպոլին ես ու տապակ, որ հետևես միայն ուրերին դատար, կու չմտածես ով որ գնաց ինչ արեց ում զակն է ճախնիկում զոյ կտարեց։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։